Աշխարհի առաջնությունը միշտ էլ ֆուտբոլային ամենամեծ տոնն է համարվել, բայց այս անգամ այն շատ ավելի մեծ է լինելու։ Ուղղակի այդ մեծության մեջ որոշ ֆուտբոլիստներ իրենց տեղը չգտան, որոնք կարող էին իսկապես զարդարել այդ մրցաշարը։ Նրանց կանդրադառնանք մի փոքր ուշ, թող մի քիչ էլ տապակվեն դարդերի մեջ։ Առաջին անգամ պատմության մեջ միանգամից կանցկացվի 3 երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում, իսկ խաղերի թիվը կհասնի 104-ի։ Առաջին հայացքից իհարկե թվում է, որ թիմերի քանակը շատացել է ու աշխարհի բոլոր աստղերը պետքա ներկա լինեն, բայց իրականությունն այլ է։ 2026-ի այս մրցաշարում մի շարք ֆուտբոլիստներ, որոնք համարվում են իրապես լավագույններից իրենց դիրքերում եւ թիմերում, չեն կարողանա մասնակցել։ Ոմանց չեն հրավիրել, ոմանք ունեն մարզավիճակի խնդիր կամ վնասվածքի պատճառով չեն գնում։ Այսօր միասին կբացահայտենք աշխարհի առաջնության ամենահայտնի բացականերին։ Let's get ready to rumble! Նախ արագ հիշենք, թե ինչա փոխվել։ 2026 թվականի աշխարհի առաջնության 48 հավաքականներից կկազմվի 12 խումբ, ամեն խմբում 4 թիմ։ Խմբերից դուրս կգան առաջին եւ երկրորդ տեղի թիմերը եւ երրորդ հորիզոնականը զբաղեցրած լավագույն թիմերը։ Մրցաշարը կտևի 39 օր, այսինքն 1 ամսի, բայց արդյոք ավելի գունեղ է դարձել ու արդյոք ամենալավ ֆուտբոլ։ Իհարկե չէինք կարող չսկսել մի երկրի բացակայությամբ, որը ուղղակի շոկի մեջ գցեց արդեն 3-րդ անգամ անընդմեջ աշխարհի խաղերին չմասնակցելով։ Իհարկե Իտալիայի հավաքականը, որը չկարողացավ որակավորման փլեյոֆում հաղթահարել Բոսնիա եւ Հերցեգովինայի արգելքը։ Այդ մասին մենք մանրամասն անդրադարձ ենք ունեցել այդ խաղերի ժամանակ, կարող եք գնալ նայել, եթե այդքան հավես ունեք, բայց մենք չենք կարող չանդրադառնալ նրա առանձին ֆուտբոլիստների, որոնք տոն են տալիս իրենց թիմերում։ Օրինակ Ջանլուիջի Դոնարոման, Եվրոպայի լավագույն դարպասապահներից մեկը, Չեմպիոնների լիգայի հաղթող, բայց աշխարհի առաջնության չի ստացվում, չի կարող գնա այդ տղեն, չնայած իր բոլոր տարօրինակությունների, նա իսկապես այսօր երևի թե աշխարհի լավագույն հնգյակում է դարպասապահների գծով։ Մանչեսթեր Սիթիում նա միանգամից կարողացավ ինտեգրվել ու մի քանի հրաշալի խաղեր ունեցավ, բայց այդ ամեն ինչը իհարկե չօգնեց Իտալիայի հավաքականին։ Ինչ կարող ես ասել, իտալական ֆուտբոլը շատ խոր անդունդում է։ Աշխարհի առաջնության իսկական զարդ կարող էին լինել Ինտերի են քաղցր ու Նիկոլո Բարելլան եւ Ֆեդերիկո Դի Մարկոն։ Այս երկուսը Ինտերի շարժիչ ուժի մեծ մասն են, իտալական ֆուտբոլի առաջատարները։ Նրանք նույնպես իհարկե ստիպված չեն գնա մունդիալին, բայց պատկերացրեք, թե ինչքան գեղեցկություն կկորի նրանց բացակայությամբ, օրինակ Բարելլայի անցումները կենտրոնով, իսկ Դի Մարկոյի կրոսները եզրից չեն լինելու այդ խաղերին։ Eccolo il filtrante Di Marco! E gol! Սանդրո Տոնալին էլ կարող ենք հիշել, որը իհարկե վերջում մրցաշրջանի կարողացավ վերադառնալ վնասվածքից եւ օգնեց Նյուքասլին մնալ Պրեմիեր լիգայում։ Իհարկե նա այն կարգի մեծություն չէ, բայց էլի սխրանք է գործել մրցաշրջանում ու կարելի էր նրան պարգևատրել աշխարհի առաջնության։ Իտալիայից եւս մի ներկայացուցիչ, որի անունը տարբեր առիթներով շատ էր շոշափվում, Ինտերի կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնին։ Աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից, որը նույնպես ստիպված կլինի տանից, ձեռքը փորին պուլտը ձեռքին, Ամերիկա չի գնում, ոնց որ Կատալոնիա գնալն էլ չի ստացվում։ Գուցե պետքա դերասանական խմբակ գնա ամառային արձակուրդներին։ Վրաստանի հավաքականի պատմական նվաճումներից հետո շատերը հույս ունեին տեսնել նաև աշխարհի առաջնությունում այս հավաքականին, բայց չստացվեց։ Ու ստացվեց այնպես, որ այս պահին ոսկե գնդակի գլխավոր հավակնորդը չի մասնակցի մունդիալին։ Խվիչան Չեմպիոնների լիգայի եզրափակչուն նույնպես որոշիչ դերակատարում ունեցավ, խաղաց վնասվածքով ու փոխարինվեց։ Արդյունքում փարիզյան թիմը հաղթեց երկրորդ անգամ անընդմեջ եվրոպական ամենայն
հյութեղ գավաթը։ Բայց իհարկե Խվիչան պետքա ոսկե գնդակին դեռ սպասի, որովհետև այս տարի հաղթողը կլինի աշխարհի առաջնությունից։ Օրինակ Բուբիստան Կապևերդեից։ Լևանդովսկի այս արդյունքները տեսնելիս կարելի է կարծել, թե Յամալը չափից շատ է նեղացրել տղուն, բայց չէ, նա ուղղակի գիտակցում էր, որ կորցրեց վերջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունը։ Նա հասկացավ, որ սա վերջին հնարավորությունն էր գնալ մունդիալ եւ հաղթել աշխարհի առաջնությունը, բայց նա հեքիաթների էլ չի հավատում։ Բրազիլիայի հարձակման աստղերից նաև Ռոդրիգոն չի հրավիրվել հավաքական, բայց սա ամենատրամաբանականն է, որովհետև նա ամբողջ տարին չի խաղացել։ Ուղղակի ասեցինք էստեղ նշենք տղուն, թող տեսնի շատ չնեղվի էլի, իրան կարծես մոռացել են լրի։ Сохранил его для Реала. Ռեալից եւս մի ֆուտբոլիստի առաջին հայացքից անակնկալ չհրավիրեցին հավաքական։ Դիդիե Դեշամը Կամավինգայի փոխարեն ընտրեց Վարեն Զայիր Էմերիին Պարի Սեն-Ժերմենից։ Առաջին հայացքից անակնկալ, որովհետև Կամավինգան այդպես էլ չաճեց ու չդարձավ Մադրիդի Ռեալի մակարդակի ֆուտբոլիստ։ Նա այս տարվա արդյունքներով արժանի է միջին կարգի թիմում խաղալու եւ փորձել աճելու, որովհետև եթե նա խաղում էր, ուրեմն լավ բաներ չէր անում Բավարիայի հետ խաղալը կա։ Էնպես որ նրա երկար մազերի մեջ վաբշե ուժ չկա։ Աֆրիկայից Նիգերիայի հավաքականը չնայած բավականին մրցակցային կազմի չկարողացավ իր խնդիրները լուծել որակավորման փուլում։ Արդյունքում մրցաշարին չի մասնակցելու Վիկտոր Օսիմենը։ Այս ֆուտբոլիստը չնայած նախորդ մրցաշրջանում խաղում էր Թուրքիայի առաջնությունում, բայց շատ լավ իրեն դրսևորեց Չեմպիոնների լիգայում։ Աշխարհի առաջնությանը մասնակցելու ու նման լավ խաղ ցույց տալու դեպքում նորից հնարավորություն կունենար իր վրա ուշադրություն հրավիրել ու գուցե ստանալ եվրոպական այդքան ցանկալի մեծ պայմանագիրը, բայց հավաքականը քաշեց նաև Լուկմանին, որը չնայած արդեն հարմարվել է, տեղավորվել է Ատլետիկոյում, բայց Ամերիկա գնալուն ընդհանրապես դեմ չէր լինի։ Մինչև հաղորդման ամենահամով մասին անցնելը մշակութային դադար մեզ մոտ։ Շակիրան, Պիկեի մի ժամանակ սիրած Շակիրան կրկին աշխարհի առաջնության երգի կատարողն է։ Տեսահոլովակը արդեն YouTube-ում է, ես տեսել եմ ու զարմացել։ Շակիրան ինչպես միշտ շքեղ է իր 50 տարիներով, ասում է 50 տարին չոքեց դուրս։ Տեսահոլովակում նկարահանվել են նաև աշխարհի առաջնությանը մասնակցող աստղերը՝ Մեսին, Մուսիալան, էլ չեմ հիշում, մի խոսքով, հեսա բոլորին ցույց կտամ, բայց այնտեղ էր նաև Էրլինգ Հոլանդը, որի դեմքի արտահայտությունը երկրպագուներին ստիպում է մտածել, որ նա ինչ-որ հարցով շատ մտահոգված է։ Գուցե նա արդեն զգում է, որ գալիք մունդիալը այնքան էլ ուրախ չի անցնելու։ There's been quite a battle between Haaland and Godfrey. Հիմա անցնենք ամենահետաքրքիր մասին։ Եթե նախորդ ամբախտներին քաշեցին իրենց հավաքականները, ապա հաջորդների դեպքում քաշեցին հավաքականի մարզիչները։ Վայ քորա, ոնց կարելի է տուն չհրավիրել, արա, ու դու հիվանդ չես։ Տուխել։ Տրենտ Ալեքսանդր Արնոլդ թերևս ամենաքննարկվող անուններից մեկը։ Շատերը վստահ էին, որ նա անպայման կլինի Անգլիայի հայտացուցակում։ Բայց մարզչական շտաբը որոշեց այլ կերպ ասած, Տուխելը ասեց, որ անունները կապ չունեն։ Մենք խաղալու ենք, ավելի ճիշտ իրենք խաղալու են թիմային խաղ։ Ու դա տրամաբանական է։ Արնոլդը միայն մրցաշրջանի վերջում սկսեց քիչ թե շատ խաղալ, բայց զգացվում էր, որ ֆիզիկական վիճակը հայ ֆիզիկոսի ստացած աշխատավարձի օրի է։ Սոցիալական ցանցերում սա մեծ քննարկումների առիթ դարձավ։ Երկրպագուները ասում էին՝ «Բա ով է մեր անկյունայինները քաշելու»։ Բայց պետք է ընդունել, որ պապը ամեն անգամ փլավ չի բաժանում, անգամ անգլիացու համար։
Phil Foden վերջին տարիների Անգլիայի գլխավոր աստղերից մեկը, բայց այս անգամ նրա անունը նույնպես չհայտնվեց հայտացուցակում ու էլի շատ տրամաբանական։ Գրեթե ամբողջ մրցաշրջանը բաց թողեց ու եթե անգամ առողջ է, ապա էլ առաջին տարբերակը չի Պեպ Գուարդիոլայի։ Արա գնացել է Պեպը։ Քոլ Փալմերը նույնպես չհրավիրվեց Անգլիայի հավաքական։ Նա ընդհանրապես շատ վատ հոտով ճգնաժամի մեջ է հայտնվել։ Այդտեղից դուրս գալու համար պետքա վիոլիա ջրին դիմել, բայց մեկը անհույս է։ Գյաժը շարունակելու է մրսել ու չի գնա Ամերիկա։ Ու այո, արդարություն կա Անգլիայում։ Thank you. Ու թերևս գլխավոր, ամենամեծ, ամենաբոյով անհասկանալի որոշումը Հարի Մագուայրը նույնպես չհրավիրվեց։ What? Ոչ ոք չէր սպասում, որ նա չի լինի այնտեղ։ Թոմաս Տուխելը համարձակություն ունեցավ չհրավիրվել Հարի Մագուայրին։ Ես ամբողջությամբ պատրաստ էի օգնել ազգային թիմին մեծ մրցաշարում, բայց շոկի ենթարկվեցի իմանալով, որ չեմ հրավիրվել։ Ամեն դեպքում լավագույնն եմ մաղթում թիմին, չնայած ահա որ նեղված եմ։ Պատկերացնում եք, նա հնարավորին ու անհնարին արեց, որ United-ը վերադառնա Չեմպիոնների լիգա ու արդեն ապրիլից ճամպրուկները հավաքել էր, որ գնա Ամերիկա, փոխարենը գնաց կնոջ հետ դժալու, կայֆավատ ելնելու ու մեր մեջ ասած նրա կինը շատ խելացի ու հումորով անձնավորություն է։ Every time I step on the pitch, I give absolute. Ու ահա ստացվում է մի իրավիճակ, որ ավելացրած թիմերի խաղերի քանակների ֆոնին չհրավիրված բացակայող ֆուտբոլիստներից կարելի է կազմել մի ամբողջ հավաքական եւ դրանով գնալ Ամերիկա։ Դարպասում կլինի Դոննարոման, պաշտպանության կենտրոնում Բաստոնին ու Հարի Մագուայրը, եզրերից Դիմարկոն ձախից, Տրենտը աչից, կիսապաշտպանությունում Բարելա ու Կամավինգա հենակետային գոտում, Կվարացխելյան ձախից, Ֆոդենը կենտրոնից, իսկ աչից կլինի Ռոդրիգոն, կենտրոնական հարձակվողը մեզ մոտ Վիկտոր Օսիմենն է։ Մարչի պաշտոնը իհարկե վստահում ենք Գատուզոին, եթե իհարկե գտնենք այն անմարդաբնակ կղզին, որտեղ նա աքսորված է։ Մինչև մենք փնտրում ենք Գատուզոին, ձեզ առաջարկում եմ գրել մեկնաբանությունների դաշտում, թե որ ֆուտբոլիստի բացակայությունն է ձեզ ամենաշատը ցավ պատճառում ու դուք կսկիծ եք ապրում ձեր հոգու խորքում։ Դրանից անմիջապես հետո, եթե հավանել եք մեր կատարած աշխատանքը, ապա հավանեք լայք կոչակը սեղմելով, հետո բաժանորդագրվեք, որ մեր կապը օֆիցիալ դառնա եւ այդ դեպքում մենք ավելի կաճենք ու կհզորանանք։ Ես կարծում եմ, որ ձեզ համար դա դժվար չէ, իսկ մեզ համար դա շատ օգտակար է։ Շնորհակալություն, կհանդիպենք։